այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր։ Եթե դուք ուշադիր հետևել եք քննարկումներին եւ օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ չի կապվել կոնկրետ որևէ ռազմական գործողության հետ։ Ավելի ընդգրկուն համընդհանուր, այսպես բոլոր հարցերը իմի բերված այդ տրամաբանությամբ է ընտրվել այսօրը, որովհետև եթե ընտրվեր սեպտեմբերի 27-ը, ապա կարող էր ընտրվել մեկ այլ, մենք Հայաստանի Հանրապետություն եւ առհասարակ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների, բազմաթիվ պատերազմների շրջան է ունեցել եւ հստակ ինչ-որ օր չի դրվել հիմքում։ Ոչ մեկ ծաղիկներ չխոնարհեց Արցախի կանչի կոթողի մոտ։ Հայեր չեն զոհվել 2023 թվականին, թե զոհել չեն։ Տեսակ չենք որտեղ խոնարհեցին։ Ես տեսա, որ բոլորի մոտ խոնարհվեցին, բայց Արցախի կանչի մոտ չխոնարհվեց ծաղիկներ։ Ինչու՞։ Իսկ մենք ունենք նաեւ այլ հերոսներ։ Մենք այդտեղ էլ չխոնարհեցին։ Այո, բայց մյուսները խոնարհել են։ Վազգեն Սարգսյանի մոտ, բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու եւ խոնարհելու։ Այս օրը ընկալելի է օրինակ ձեզ համար, ինչու հունվարի 27-ին ինչ կապ ունի ռազմական գործողություններ։ Ոչ մի կապ չունի։ Հիմա ընկալել է հունվարի 28-ը։ Ես պրոստը անես չի, ես պրոստը համընկել եմ գալը իրանք որ եկել են, իմ գալը իրանց հետ ընդհանրապես կապ չունի, քանի որ ես ամեն շաբաթ վան մեջ մի օր գալիս եմ իմ աղբոր գերեզմանին։ Իմ համար ընդունելի է, գիտես, բանակի օրը ու վсё, իշխանությունների որոշումները իմ համար ընդունելի չեն։ Ես չեմ ընդունում այս օրը։ Մեր համար օր չկա։ Մեր համար ամեն օրն էլ սքո օր է։ Մենք ամեն օր էլ էստեղ ենք, ծնողներս ամեն օր էլ երրաբնում, մեզ պետք չի որ կոնկրետ ինչ-որ օր լինի, որ մենք հիշենք մեր տղաներին գանք էստեղ։ Մենք ամեն օր էլ էստեղ ենք, մեր տղաների կողքին ենք, եկել էի որ խոչընդոտեի, այսինքն խոչընդոտել, որ կոնկրետ իմ տղայի շիրիմին մոտիկ չգա։ Ես չեմ ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին, որովհետև ասենք մեր տղերքը ուրիշ գաղափարի տեր են եղել, բոլորս էլ նորություն չգիտենք ինչի համար են գնացել, կյանքները ինչի համար են տվել մեր տղաները։ Պարզապես, որ ինքը մոտիկ չգա իմ տղայի շիրիմին։ Քանի պատերազմ անցած տղա եմ, հա, հերու տղա են կռվել մենք ընդ 16-ին էլ, այս 44 օրյային էլ եմ կռվել 90 թվերից։ Ուղղակի ցավն է նա, որ այսքան զոհերի, որ պետք է կոտորեն, հետո հողերը տայնը չի կոտորին, մարդու մեջ անկախ քեզնից չղայնանում ես, ապեր չես կարող էլ բան խոսաս։